վարձերի ժամանակ։ Եկեք։ Կոմունալի ժամանակ։ Իշեք ներքև։ Սաղ արցախցիներ։ Մենք սաղ Դուք արցախցի։ երկու տարի ավել աշխատում ենք ստեղ։ Իրանից մեկ շատ Մի հատ աստիճան։ Ինքը միշտ մեր կողքին է եղել, մենք ոչ մի բողոք իրանից չունենք։ Մենք խնդրում ենք պարոն Փաշյանին, որպեսզի բացի, ոչ թե խնդրան պահանջում ենք, թող մեր հիմնարկը բացի մեկ եկեք աշխատեք։ Մեր հույսը մեր մուլցին է, որ մենք աշխատենք, գալեք մեր երեխոքը պահեք, մեր վարձերը տակ, մեր կոմունալներ տակ, ամեն ինչը սեղի հետ է մեր կախված։ Էսա մենք 6 օր մենք տունը չգիտեք թե գիտեք թե նոր եք Արցախ փորձել։ Հա, այսինքն դուք տնավեր եք եղել, հիմա էլ չեք ուզում ձեր հացի միջոցը գործել, նաև ձեր հացի միջոցը գործել։ Եվ այս վայրկյանում չեք կարող մեկ ուրիշ տեղ աշխատանք գտնել, որ ասեք գրակ մեր վարձերը մուծեք, մեր կոմունալները մուծեք, մեր երեխոքը պահեք։ Խնդրում եք, ոչ թե խնդրում եք, այլ պահանջում եք, որ բացի։ Ես էլ եմ այստեղ աշխատում։ Եկեք։ Արցախի բռնի տեղահանված եմ, վարձով ենք տնում բոլորս։ Միակ տեղն է, որ պարոն Ծառուկյանի մոտ մտել ենք, տարիքային շեն գոյություն չունի вообще, որպես մարդ մտել ենք աշխատանքի, այստեղից որ գնանք ուրիշտեղ չեն կարողանա աշխատել, որովհետև տարիք են հարցնում, եսի ինչ են հարցնում։ Միակ տեղը նորմալ աշխատատեղ է, նորմալ պայմաններ ա տվել մեզ։ Առաջիններից է, որ արցախցիներին օգնել է։ Անձամբ ես 100 դրամ չեմ խնդրել պարոն Ծառուկյանից եւ չեմ էլ ուզում խնդրեմ երբեք, բայց ինքը առաջիններից ա եղել, որ արցախցիներին օգնել է։ Լիքը բան ունի առած հայ ազգի համար են մարդը։ Մնացած բաները ինչի կա, ես թողում եմ իրավաբաններին, ես չեմ ուզում ոչ մի բան, բայց այստեղ մեր ապրուստի միջոցը, գոնե թողնենք, գանք այստեղ աշխատենք, մեր երեխաներին պահենք, վարձով ենք։ Վաղը մյուս օրը բոլորս միասին հայտնվելու ենք փողոցում։ Անձնակազմի 40-50% արցախցիներ են։ Բռնի տեղահանված արցախցիներ են։ Ինչ պետք է անենք հիմա 50 անց կինեմ ես օրինակի համար ուր գնամ աշխատեմ թեկուզ բարձրագույն կրթություն ունեմ ես ուր գնամ ես աշխատեմ բայց մարդը մեզ տվել է այդ հնարավորություն լիքը աշխատատեղեր ա բացել աշխատում ենք նորմալ գոնե գիտենք որ այս ամսվա վարձը տալու ենք բայց հիմա որ սենց է չգիտեմ մեր վերջը ինչ կլինի ես չգիտեմ հա դե բռնի տեղահանվել ենք եկել ենք այստեղ եսի մի ես չգիտեմ գործազուրկ հիմա ուր ստեղից ուր գնանք մենք ուր գնանք որ ապրենք կամ գոյատևենք թեկուզ ստեղ ա որ գոյատևում ենք չենք ապրում բայց ստեղից ուր գնանք մենք ես չգիտեմ աջակցում եք պարոն Ծառուկյանին անձամբ բոլորս ու դատապարտում եմ այն բանը որ վիդեոն դրել են ոնց են 70 տարեկան մարդուն գետնի տապալում գոնե մի քիչ ցիվիլ անեն այդ բանը պետք չի կարող է մարդը ես չեմ ուզում խառնվեմ ոչ մի բաների եթե գտնում եք որ մարդը ինչ որ սխալ բաներ արել դա թողնում եմ իրավաբաններին բայց վիդեո մի արեք PR մի արեք շոու մի արեք մարդը լիքը բաներ ունի արած հայա առանձնապես արցախցիների լիքը վիրավոր տղաների այն մարդը բարերար է բարեգործ է գոնե մի քիչ քաղաքավարի արեք այդ ամեն ինչը իմ ասելիքը այդ է ուրիշ բան չունեմ ու սպասում ենք որ մուլտին բացվի մտնենք աշխատանքի Շատ լավ ինչ որ մեկը էլ